Ազգային ժողովի ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցված եղել։ Նա կրկին կանգնել է դատարանի առաջ։ Անուր լրատվականին հայտնի դարձավ, որ ազգային ժողովի ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված լինելու պայմաններում վարել է ավտոմեքենա։ Ավետ Արսենիկ Կոնջորյանը 07/07/2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով 07/07/2025 թվականից մինչև 07/07/2026 թվականը զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից եւ այդ մասին պատշաճ ծանոթված լինելով 2025 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 14:15-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում օրիգինալ ֆուդի մոտակայքում վարել է Mercedes Magnus-ի 11110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունը։ Դատարանում ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի Ավետ Կոնջորյանը նախկինում չի դատապարտվել եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական վարույթով նախաձեռնվել է համաձայնությամբ տուգանք նշանակվելու վարույթ, դատարանը արձանագրում է, որ մեղադրյալը ծանոթվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հնարավորության եւ իրավական հետևանքների մասին, ինչպես նաեւ քննիչի պաշտպան Մելանիա Սարգսյանի եւ մեղադրյալ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ կազմվել է արձանագրություն, առ այն, որ մեղադրյալ Ավետ Կոնջորյանը չի վիճակում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը։ Արդյունքում դատարանը վճռել է Ավետ Արսենիկ Կոնջորյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքում եւ պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 375,000 դրամի չափով։ Ավետ Կոնջորյանի նկատմամբ տրված խափանմամիջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ միջև դատավճռի օրինական ուժի մեջ մտնել է, իսկ դրանից հետո վերացնել։ Անուր լրատվականը զրուցեց Ավետ Կոնջորյանի փաստաբան Մելանիա Սարգսյանի հետ, հասկանալու համար, թե ինչու է նա դատարանում նշել, որ նախկինում դատապարտված չի եղել։ Նախարդախության համար քրեական վարույթով անցել է, կալանավորված է եղել եւ անգամ կա դատարանի մեղադրական վճիռ։ Ի պատասխան փաստաբան Մելանիա Սարգսյանը նշեց. Տիկին Սարգսյան, Չարենցավան քաղաքում Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետի տուգանքի գործով ոստիկանությունը, որ ինքը վարորդական իրավունքից զրկված ա եղել, բայց վարել է մեքենան, այդ գործով փաստաբանն է։ Ես գործում կարդացի, ասում է ինքը նախկինում դատապարտված չի եղել, մինչդեռ ինքը նախկինում դատապարտված ա եղել խարդախության գործով, իհարկե հաշվառում։ Խարդախության գործով այդտեղ ժամկետներ կան, երբ որ ժամկետները լրանում են, անձել դատվածություն ունեցող չի համարվում։ Չի ծանրության, ծանր հանցագործություն, առանձնապես ծանր որոշակի տարիներ կար, երբ որ դատվածությունից հետո անցնում են այդ տարիները, ասեն ցանկացած անձ, ոչ թե մենակ Ավետ Կոնջորյանը, համարում են դատվածություն չունեցող։ Նույն այս դեր ասած գործով, եթե ինքը տուգանքը վճարի նույն պահին, ելի համարվում է դատվածություն չունեցող։ Դատելով իրավիճակից ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր համար նախկինում խարդախության գործով կալանավորվել ու դատապարտվել է, դա չի եղել, եւ նա տարիներ անց կրկին խախտել է օրենքը ու կրկին հայտնվել դատարանի առաջ։